Եկել բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել մեր հերթական պարախոսությանը, սա մեր թվով 4-րդ թե 5-րդ պարախոսությունն է, որը անում ենք այս ձևաչափով։ Այսօր խոսելու ենք քոչարիների մասին։ Քոչարին մեր հայկական լեռնաշխարհում ամենաշատ տարածված պարատեսակներից մեկն է։ Եվ այս պահին մենք գիտենք շուրջ 10 քոչարիների մասին, առաջանցնելով կարող ենք թերթել քարտեզը ցույց տալ։ Համշենի, Կարինի, Ալաշկերտի, Բուլանուխի, Մուշի, Սասունի, Սղերդի, Վանի, ունենք նայենք Աղքթի քոչարի եւ ունենք Սեբաստիայի քոչարի։ Սեբաստիայի քոչարի ասում ենք Սեբաստիայի 3 ոտքին, բայց ես հիշում եմ, որ ընկեր Գինեսյանը ասում էր, որ կարծեմ սա էլ է քոչարի։ Սեբաստիան, եթե հարցականով հաշվենք, նույնը Համշենի Թակ Թանզարային էինք ասում քոչարի, ու ստացվում է, որ հայկական լեռնաշխարհի այսքան շրջաններից ունենք քոչարիներ, որ ապրում ենք, եւ ինձ թվում է մենք ունենք նաեւ քոչարիներ, որոնք նշված չեն այստեղ եւ որոնք ես ինքս չգիտեմ։ Այսինքն այս մեր Երևանի պարահայությանը գուցե թե հայտնի չեն, միգուցե Սփյուռքում մենք ունենք տարբերակներ, օրինակ, չգիտեմ, Ուրֆայի կամ Զեյթունի քոչարի, որին չենք տիրապետում այս պահին, գուցե թե ընթացքում բացահայտվի նաև այլ քոչարիներ, ասեմ նաև, որ շատ հաճախ մարդիկ կամայական բառերին ասում են նաև քոչարի։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ավանդական բառերի չեն տիրապետում, օրինակ վերվերուն երբեմն ասում են քոչարի պարենք, երբ որ բռնում են սենց ու պես են անում, ասում են քոչարի ենք պարում։ Սա ոչ թե խոսում է պարը չիմանալու կամ չգիտեմ, ճագերտավոր ասենք ոչ գրագետ լինելու մասին, այլ խոսում է բուն քոչարի պարի տարածվածության մասին։ Այնքան շատ է ինքը տարածված եղել եւ ներծծված մեր ժողովրդի հոգու մեջ, որ երբ բուն պարը չեն հիշում, բայց հիշում են, որ կար այդպիսի մի պար ու այդ անունով էլ դեռ շարունակում են իրեն գործածել քոչարի։ Հիմա ինքը կարող ենք գնալ առաջ։ Սա մենք ունենք սենց քոչ, գոչ, ղոչ, խոչ անունները հնչյունափոխված, տառադարձված Հայաստանի տարբեր շրջաններում, որոնք գործածվում են արու ոչխարի, խոյի նկատմամբ եւ շարժումները եւս ցույց են տալիս եւ ումից որ գրառել ենք նաեւ ավանդված բանավոր նյութերի համաձայն ինքը խոյերի պաշտամունքին նվիրված պար է։ Երբեմն քոչ գործածվում է նաեւ քոչվոր իմաստով, քոչվոր, այսինքն թափառող, գնացող քոչվոր ցեղեր նշանակում է, որ այդ ցեղը տեղից տեղ է շարժվում, կաչևնիկի ռուսերեն, բայց հենց այդ քոչը կարող է նշանակել նաև, որ իրանք ոչխար ունեցող ժողովուրդներ էին, որովհետև քոչվոր ժողովուրդները, երբ որ քոչում են, իրենց ամբողջ ունեցվածքով են գնում։ Այսինքն, օրինակ, թյուրքական ժողովուրդները, սելջուկները, օղուզները եւ մնացածը, ովքեր գաղթում էին տեղից տեղ, իրենք իրենց վրաններով, ոչխարներով, ձիերով, ինչ որ ունեին, ամբողջը գնում էր եւ այս վայրենի հորդայի ձայնը, դղրդոցը, անընդհատ այդ կենդանիների ձայնը եւ բառաչը եւ այլն, ինքը տարածվում էր կիլոմետրեր եւ ամենահեշտ պահվող կենդանին հենց ոչխարն է։ Այսինքն քոչվոր ցեղերի համար շատ ավելի հեշտ է ոչխար պահել, քան թե կով պահել, քան թե խոս պահել, քան թե եղնիկ պահել, քան թե, չգիտեմ, այլ կենդանի, որովհետև ոչխարը
խոտը այն գետնի հատակից պոկում է։ Նույնիսկ այն ամենահողին կպած եւ եթե երկար ժամանակ ոչխարների նույն տեղն ես արածեցնում, հոտը, այդտեղի կանաչին կարող է վերանալ մի որոշ ժամանակ։ Այսինքն այդ տարի այլևս չաճի, հաջորդ տարի նոր սկսի աճել, որովհետեւ արմատից հետ պոկում հողից հանում են։ Իրենք շոկի եւ ցրտի պայմաններում լավ դիմացկում են։ Այսինքն խոզերը ամենաշուտ վարակվող եւ շուտ մահացող, սատկող կենդանիներն են։ Կովերը եւս այդքան խոշոր եղջերավոր անասունները երկար քայլելուն եւ այլն այս պայմաններին այդքան շատ հարմարեցված չեն։ Երկար քայլելու, դժվար պայմաններում ապրելու եւ ողջ մնալու կարողություններում ամենաուժեղը հենց խոյն է եւ դրա համար քոչվոր ցեղերը ամենաշատը պետք է պահեին հենց ոչխոր, այսինքն քոչ ավոր։ Սասունցիները երբեմն քոչը ասում են նաեւ իրենց ամբողջ ունեցվածքին ընտանիքով հանդերձ, ասում են մեր քոչն է։ Հա, բայց այստեղ ունենք մեկ ուրիշ բառ, մալը եւս կիրառում ենք անասունների նկատմամբ, կենդանիների նկատմամբ, բայց առհասարակ մալ բառը նշանակում է ունեցվածք։ Ինքը պարսկերեն բառ է եւ ունեցվածքը, գյուղացու ունեցվածքը պետք է լիներ հենց կովերն ու ոչխարները, այսինքն իր ունեցվածքը չէր կարող լինել մեքենա, չէր կարող լինել, չգիտեմ, լավ կահույք, ոսկեղեն եւ այլն։ Ու երբ որ ասում էր մալ, բանը ինքը ի նկատի ուներ իր ունեցվածքը, այսինքն կովերը, ոչխարները, եզները այս իմաստով։ Եվ խոյերի պաշտամունքը ոնց որ շատ հին սեն ժամանակներից եկած մի երևույթ է։ Սա հեթանոսությունից առաջ գոյություն ունեցող այս հավատալիքների շրջանում է եղել, այս հավատալիքային շրջանը կոչվում էր տոտեմիզմ, տոտեմների պաշտամունքի մի ժամանակաշրջան, երբ որ մարդիկ հավատում էին, որ իրենց նախնիները սերում են ինչ-որ մի կենդանուց։ Հավատում էին, օրինակ, այս ձորի ոգին, այս լճի դիցը, այն չգիտեմ ինչը, սենց գերբնական ուժերի հավատալիքներ ունեին, եւ սա շատ երկար ժամանակ է տևել կայծակի պաշտամունք, մինչեւ որ կձևավորվեր արդեն հեթանոսական կրոնը եւ մարդիկ սկսեին ոնց ասեմ, համակարգված կրոն կառուցել։ Այսինքն երբ որ ժողովուրդը ապարում էր, մեկն ասում էր մենք մեր նախնիները խոյերի ցեղից են, թող խոյը պահապան լինի, ցուլը պահապան լինի, արծիվը լինի, չգիտեմ, սև հովազը լինի եւ այլն, տարբեր ժողովուրդների մոտ տարբեր վիճակներում են եւ այդ երևույթը այնքան բնական է մարդկանց մոտ, որ երբ ամերիկաները բացահայտում էին, եվրոպացիները այնտեղ դեռևս կար այդ պաշտամունքային հին համակարգը, որ անտառի ոգին, չգիտեմ, ջունգլիների ոգին եւ այլն, կամ Նոր Զելանդիայում կամ Ավստրալիայում եւ այլն, այսինքն մարդկության զարգացումը կարծեք թե պատմական նույն հաջորդական փուլերով է անցել եւ ժողովուրդներ կան մնացել են դերևս այս աստիճանի վրա եւ զարգացումը, եթե համարենք, որ աստիճանաձև է բարձրանում, մինչեւ միաստվածություն, իրենք գտնվում են դերևս համակարգված բազմաստվածությունից հետ նախորդ շրջաններ։ Եվ խոյերի պաշտամունքը ինքը բնորոշ է այն տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր իրենց տարածաշրջանում ունեցել են խոյեր իրենց աչքի առաջ, այսինքն մենք փղերի պաշտամունք չունենք, որովհետև հայկական լեռնաշխարհում փղեր չեն եղել։ Ունենք արծիվների, ունենք ցուլի, ունենք արագիլի, ունենք գայլի եւ որոշակի հատվածներ պահում էին որպես հմայիլներ, օրինակ գայլի թաթ, գայլի պոչ, չգիտեմ, ականջ, ոնց են անում են, փղերի ժանիքները եւ այլն, սրանք որպես հմայիլներ, որոնք պետք է հաջողություններ բերեին իրենց ընտանիքին կամ կռվի ժամանակ կամ պատերազմի ժամանակ մարդիկ պահում էին իրենց մոտ։
կամ ընտանիքում։ Իմի պատկերացրեք լույսի նման, լույսը դե գիտեք մի հատ է, երբ որ ինքը տարածվում է, դառնում է ծիածանի գույները, ծիածանի գույներից ներքևել ինքը կարող է շատ ավելի երանգներ ստանալ։ Պատկերացրեք շրջված վիճակում մարդկության հավատալիքները, այսինքն տոտեմներ, կենդանիներ, բույսեր, ծառեր, այս մեծ ծառի ոգին, չգիտեմ ինչը, հետո խմբավորվում են նախարարությունների նման, սիրո աստվածություն, մայրության աստվածություն, ռազմի աստվածություն, նախարարություններ են դառնում եւ գլխավոր աստվածը դրանից հետո իջնում է մի աստվածություն։ Շուրջ տված sense պրիզմայի նման է կդառնում կառուցվածքը։ Հիմա խոյերի պաշտամունքը հայկական լեռնաշխարհում շատ տարածված է եղել, ինքը միայն մեզ մոտ չէ, ընկերներ, եւ տարբեր ժողովուրդների մոտ կա նաեւ այդպիսի հավատալիքային դրսևորումներ, մի մասի մոտ պահպանվել են, մի մասի մոտ չեն պահպանվել, եւ մեզ մոտ կա նաեւ ցուլերի պաշտամունք, որպես նստակյաց հող մշակող ժողովուրդ, բայց խոյը եւս կա եւ շատ տարածված է, հնում մարդիկ խոյը համարում էին կենդանիներից ամենաուժեղ հարվածողը եւ իրենց աստվածության նշանը կրում էին երբեմն իրենց զինանշանների վրա։ Այսինքն դրոշի վրա կարող էր արծիվ նկարված լինել, առյուծ, խոյ, ցուլ եւ այլն, ինչը այնքան երկար ժամանակ պահպանվել է եւ հասել է մինչեւ մեր օրեր։ Ով կասի մեր զինանշանի վրա ինչ է պատկերված։ Հետաքրքրող թեմայի մեջ պատկերված է առյուծ եւ արծիվ։ Հա, այսինքն սա եւս պաշտամունքային նման դրսևորումներ են։ Այս կենդանիների պաշտամունքի տոտեմիզմի դրսևորումներից է նաեւ, երբ որ մարդիկ իրենց վրա դաջվածքներ են ունենում ինչ որ կենդանու կերպարով։ Կա մարդ այստեղ ներկաներից ում վրա դաջված կա կենդանու պատկերով, առյուծ, կարիճ կամ չգիտեմ ինչ որ կենդանու նշանով հենց վիշապ։ Առյուծ ունենք, տղաների մոտ հանդիպում են առյուծ երախը բաց, ու ասենք խաչ կախած օրինակ, ուրեմն այս երևույթները եւս այս կենդանիների պաշտամունքի տոտեմիզմի ժամանակներից է գալիս եւ տվյալ կենդանու պատկերը իր վրա կրելով մարդիկ ենթագիտակցորեն մտածում են, որ այդ կենդանու ուժը որևէ հատկություն մտնում է իր մեջ։ Այսինքն այն մարդը, ով իր վրա վիշապ է քանդակում, չի ուզում ասի, որ ես շատ նրբազգաց եւ բարեհամբույր անձնավորություն եմ։ Ինքն ուզում է ասի, ես մի քիչ վտանգավոր եմ վիշապի պես։ Կամ ասենք, ով որ կարիճ է պատկերում իր թևին, ուզում է ասի, ես կարող եմ խայթել, օրինակ։ Իսկ ով որ նկարել է թիթեռնիկ, չի նշանակում, որ ինքը ուզում է ասի, որ ինքը sense ուժեղ կռվող բան է։ Սա ենթագիտակցորեն մենք զգում ենք, որ այդպես է, էլի, ոչ մեկ հակառակը չի մտածում։ Իմի նույնը այն ժամանակվա մարդը պատկերացրեք, բայց արդեն ավելի հավատքով ներշնչված նաև։ Ոչ միայն մշակութային, ոչ միայն առանձնանալու, ոչ միայն ինքնարտահայտվելու մոտիվներով մենակ դիտարկեք այս երևույթը, այլ նաև հավատալիքային։ Այսինքն դա իր ցեղի նշանն է, ինքը իր ցեղի նշանը կրում է իր վրա։ Դա իր ցեղի տոտեմն է։ Ու ինքը դենց կրում է, այսինքն մենք որ մեր զինանշանը դաջում ենք մեր վրա, դա մեր ցեղի, դա մեր ազգի նշանն է, մենք դա կրում ենք մեր վրա։ Ինքը այսպիսի մի հատ խորհրդաբանություն ունի։ Եվ ինչն էր տպավորի ժողովրդի մոտ, քոչարիների մեջ, այս 10 քոչարիների մեջ էլ մենք միշտ ունենում ենք մի հատ sense առաջ եկող հետ գնացող շարժում, սրան մենք ասում ենք խոյահարում։ Այսինքն խոյերի այս հարվածի պահն է, սա կենդանիների կռիվը ցույց տվող մի դրվագ է, որն էլ ամենաազդեցիկն է եղել եւ այդ ճագերտավոր ասած նախամարտու վրա ինքը խորը տպավորություն է թողել, թե ինչպես կարող են այսքան ուժեղ խփել եւ գլուխները չջարդվել, որովհետեւ երբ որ խոյն ու ցուլն են խփում իրար, ցուլը
կարող է սատկել։ Ցուլի ուժը բրդելն է, խոյինը հարվածն է, այսինքն հարվածային ուժը խոյինն է, ցուլը բրդողն է։ Եվ խոյրի կռիվը հետ են գնում, գալիս են, խփում են իրար, մի քիչ նայում են իրար, նորից հետ են գնում, խփում են իրար, եւ այն խփելու պահին վարսանում են հետևի ոտքերի վրա։ Այս թվում է տեսած կլինեք, ասած շատ կադրեր կան, եւ այնքան են խփում, մինչեւ իրենցից որևէ մեկը հայտնի դառնա իբրև հաղթող։ Եվ սա խոյրի մեջ առաջնորդության հասնելու ցեղի ամենաուժեղը ճանաչվելու նպատակով էր արվում եւ այդ խոյրից կենդաններից ով ամենաառաջինն էր լինում, ամենահաղթողն էր լինում, ինքը վաստակում էր հաջորդ սերնդի հայրը դառնալու իրավունքը։ Այսինքն ամբողջ հոտը այլևս իրենն էր եւ հաջորդ սերնդի գառնուկները ծնվում էին իրենից։ Սա բնության բնական սելեկցիան է, որ հաջորդ սերունդը սերի ավելի ուժեղից, ավելի ուժեղ սերունդ լինի, որը դիմակայուն կլինի ցրտին, գայլերին, չգիտեմ, առուն թռնելուն, քարից քար թռնելուն, հիվանդություններին դիմակայելուն, այսինքն տոկունությունը, դիմակայունությունը կախված էր նաև թե ինքը գենետիկ ինչ բազայով է ծնվելու։ Զրոյական վիճակում ինքը ինչպիսի հնարավորություններով է ծնվելու։ Այսինքն բնությունը ստեղծում էր, որ ամենաուժեղից պետք է ծնվեն հաջորդ սերունդը եւ թույլերից ավելի թույլ սերունդ չպետք է ծնվի։ Եվ այս երևույթը, այս հարվածի պահը մենք կոչում ենք խոյահարել։ Կառնոքոչարու մեջ ունենք, հեսա կտնենք դրվագներ կնայենք, այս շարժումը ունենք, կառնոքոչարու մեջ, սղերդի մեջ ունենք, բարարարարինտամ, դիրիրամ, տարարիրիրամ, դիրիրամ, մշոքոչարի մեջ ունենք, տարարիրիրամ տամ, տարամ, տարարիրիրիրամ, և այս քոչարիների բոլորի մեջ մենք ունենք այս առաջ գնացող հարվածի պահը։ Ու իրան մենք միֆականացրել ենք, որ խոյը, եթե ինչ-որ մի բանի վրա խոյ ես նկարում, ինքը ավելի ամուր և ուժեղ է դառնում։ Եվ դրա համար, օրինակ, առաստաղը պահող սյուների վերևում մենք խոյակներ ենք նկարում, դրան ասում ենք խոյակ։ Ինքը պատկերացրեք հմայիլներ են, ժողովրդի հավատալիքն է, սենց ասած թուղթուգիր են անում այդ սյունին, որ ինքը պինդ լինի։ Ոնց էին օրինակ հույները ատլասների պատկերում, ովքեր որ այդ ծանրությունը պետք է պահեին երկնքի իրենց վրա, սենց տղամարդիկ էին ուժեղ, այս սյուների նման սենց պահում էին այդ ծանրությունը, մեր մոտ դրանք խոյերն էին։ Եվ ամբողջ Երևանը, Թամանյանի կառուցած հին Երևանը ծածկված է խոյակներով։ Օպերայի շենքի վրա մենք ունենք, Գառնի տաճարի վրա ունենք, Զվարթնոցում ունենք, Գառնին Երևանից դուրս իհարկե, եւ խոյակների դրսևորումներ են նաեւ, երբ որ ինքը գալիս է արուրաձև չի պտտվում, բայց նաեւ ուղիղ տեսք ստանում սենց։ Սրանք եւս խոյակներ են եւ նույնիսկ հազարաշեն տների մեջ մենք ունենք, որ սյուները բարձրանում են եւ վերևում դարձյալ ունենք այս հմայիլները։ Այսինքն սյունը ավելի պինդ սարքելու համար իրեն աստվածների օրհնությամբ կամ աստվածների նշանն էին դնում մարդիկ, որը ժամանակի ընթացքում դառնում է մշակութային դրսևորում, ոչ հավատալիքային։ Այսինքն հիմա եթե ես իմ տան խոյակներ նկարեմ, չի նշանակում, որ ես խոյերին եմ պաշտում, այլ զուտ դա իմ ժողովրդի մշակույթն է դառել եւ դա ես իբրև մշակույթ եմ ընկալում։ Այս քոչարիների անուններն էր մի մասն էր, որ գրել ենք, քոչարիներից դրվագներ ունենք։
Այ եթե դադարեցնում են, եթե երկու կողմից են պարում, շատ ավելի նման է խոյերի առաջ գալու եւ հարվածելու պահին։ Նորից խնդրեմ։ Դարձյալ ունենք այս առաջ եկող պահը։ Եվ մնացած քոչարիների մեջ եւս ունենք շարժումներ, այս խոյահարող շարժումը, ժողովրդական բարերում այս խոյահարող շարժումներին երբեմն հենց ուղղակի այդ առաջ գնացող շարժումին ասում են քոչարի։ Բայց քոչարին ամբողջական բարի անվանումն է, ոչ թե միայն այդ շարժումի, եւ ոնց որ բարերը բաղկացած են պարբերություններից։ Ու այդ պարբերությունը կրկնվում է 20 անգամ, 40 անգամ, 55 անգամ եւ այլն։ Եվ ուղղակի այդ պարբերությունից վերցնել խոյահարող շարժումը եւ դա առանձնացնել ու ինչ որ շարժումներ դնել վրա, դա ստացվում է, որ պարբերությունը խախտվում է։ Եվ սա մեր քոչարիներն են, իրենք խորհրդանշում են ուժ, խորհրդանշում են այրականություն, տղամարդկություն եւ իրենք շատ դեպքերում պարվել են առանց աղջիկների, պարել են միայն տղամարդիկ։ Աղջիկները այսօր են սկսել պարել, ընկերներ, ես գիտեմ, որ դուք այսօր ամեն ինչ պարում եք, բայց հնում պարել են միայն տղամարդիկ, որովհետեւ ինքը առնականության եւ ուժի խորհրդանշող մի պար էր եւ կանացի պար չէր եւ 19-րդ դարում եւ 20-րդ դարում նոր սկսվել են ոնց ասեմ կանայք սկսել են նաեւ տղամարդկանց աշխատանքներ կատարել, տղամարդկային պարեր պարել, տղամարդու նման հագնվել, տղամարդու նման կյանք վարել մի խոսքով։ Եվ սա նաեւ պարերին է վերաբերում, այսօր պահպանվել են որոշ պարատեսակներ, որոնք տղերքով սենց զորով պահում են, որ աղջիկները չգան չմտնեն շարքի մեջ, Ալաշկերտի քոչարիի մեջ օրինակ, բայց մնացած պարերի մեջ գալիս են սենց խսկվում են ու պարում են մեզ հետ։ Դա դեռ ոչինչ, գոնե թե տղաները աղջկական պարեր չպարեն, կանացի պարեր, մածուն, կամ չգիտեմ, շատրվանի մոտ եւ այլն։ Հա, հիմա ինքը որպես առնականության խորհուրդ շատ հին ժամանակներից մենք դա ունենք, այսինքն հեթանոսությունը ձևավորված աստվածային այդ կրոնական համակարգերը մենք ունենք դերևս մի 4000 տարի առաջ, սկսած երևի թե Հայկ Նահապետի ժամանակներից եւ տոտեմիզմի ժամանակաշրջանը կարող ենք մենք պատկերել դրանից էլ առաջ, այսինքն 4500 տարի առաջվանից հետ մոտավորապես սկսվում է այս տոտեմիզմի, վերջացել է տոտեմիզմի ժամանակը, մինչև չգիտեմ երբ, միգուցե 12000 տարի առաջ, միգուցե 30000 տարի առաջ, չգիտեմ, այստեղ մի հատ անեկդոտ պատմեմ, կիսատ, մեկը թանգարանում է աշխատում, դինոզավրերի քանդակներ են, արձաններ են եւ այլն, նոր որ ընդունում են, հարցնում են քանի տարվա այս ոսկորներ են, ասում են թե դինոզավրերը 2 միլիոն տարի առաջ վերացել են եւ այլն։ Մի 5 տարի աշխատում է, գալիս է ասում է, այս քանի տարեկան են, քանի տարվա են այս պատմությունները, ասում է 2 միլիոն ու 5։
Ասում է, ասում է, դե ես որ ընդունվեցի 2 միլիոն էին, 5 տարի անցել է։ Հիմա խնդրում եմ ես 4500-ը կամ բաները այդ ժամանակագրության համար այդքան էական չեն եւ հստակ տվյալներ ու թվագրություն էլ չունենք։ Ունենք ժայռապատկերներ, որտեղ խոյերը պատկերված են շատ հին շրջաններից, ունենք այն ամենավաղ գրությունների ու նկարների մեջ, որմնաքանդակների մեջ ունենք կենդանիների պատկերներ եւ այլն։ Եվ այստեղ ունենք մի հատ շատ հետաքրքիր բան, երբ որ հայ ժողովրդի մոտ եւ բոլոր ժողովուրդների մոտ կար տղաներին տղամարդ օծելու արարողություն։ Սրան ասում էին այրոծում։ Երբ որ տղաները հասնում էին արբունքի տարիքի, 14, 15, 16 տարեկան եւ այլն, տղաներին տղամարդ օծելու հատուկ կարգ գոյություն ուներ։ Ավելի ուշ շրջաններում, օրինակ մեր ազգագրության մեջ պահպանվել է, որ եթե տղան խոսքը պահել գիտի, ինքը արդեն տղամարդ է։ Խոսք պահելը համարվում էր տղամարդկության նշան։ Այսինքն ինչ որ գաղտնիք էին ասում, ու եթե ինքը չէր հայտնում, ուրեմն արդեն տղամարդ է։ Գյուղերում երբեմն եթե ինքը կարողանում էր խոտ հունձ անել, մի ինչ որ ժամանակ գերանդիով, սա ֆիզիկական ուժ էր պահանջում, սա համարվում էր տղային տղամարդ դառնալու անցումային ինչ որ մի շրջան։ Հիմիկվա շրջաններում առավել ընդունված է, երբ որ տղան բանակից հետ է գալիս։ Այլ որ ասում են բանակ ծառայած եկած տղամարդ տղա է արդեն, սա որոշակի կոնկրետացված ցուցիչ է, որ ինքը տղայից անցել է տղամարդկության նշան։ Սրա մյուս դրսևորումները պահպանված, երբ որ տղային օրինակ հայրերը, պապաները, ընկերներ հետ նստած են լինում սեղան, իրենց տղային են օղի լցնում։ Այս տղեն իր մեջ sense ուռում է, որ ես այնքան կամ, որ արդեն ալկոհոլ եմ խմում մեծերի հետ, ինքը հիմիկվա դրսևորում է, բայց ինքը պատկերացրեք այդ այրոցման ամբողջական բովանդակությունը չի, ինքը դրա նշույլներ է, այ երբ է ինքը զգում, որ վերջ, արդեն կայացավ, հնում դա հստակ էին դնում, այսինքն տղամարդու հիմնական պարտականությունները, երբ որ մեկը կարողանում է կատարել, կերակրել իր սիրելիներին, պաշտպանել իր սիրելիներին եւ իր հայրենիքը, իր ցեղը, ուրեմն ինքը արդեն համարվում է տղամարդ։ Ինքն ինքը իր ցեղի պատմությունը գիտի իր ցեղի թշնամիներն ովքեր են։ Ինքը կարողանում է կերակրել, կերակրելը ամենագլխավոր առաքելություններից մեկն է։ Այսինքն կարողանում է որս անել, կարողանում է հող մշակել, կարողանում է սա անել, նա անել։ Հիմա կարողանում է օրինակ աշխատավարձ ստանա, հիմնական ցուցիչներից մեկն է, պատկերացրեք հիմիկվա պարագայում։ Այսինքն նայում ես ոչ թե ինքը որս կարողանում է անել թե չէ, այլ թե ինչքան աշխատավարձ է ստանում։ Այսինքն երբ որ գնում են աղջիկ ուզելու, աղջկա պապային առաջի հետաքրքրող հարցն է նա, թե ինչքան է քո աշխատավարձը։ Ինչ է ստանում, ուրիշ տեղից ինչ եկամուտ ունես։ Սա ոնց որ պատկերացրեք այն ժամանակվա որս անելու կարողությունն է։ Ինքը կարողանում է որս անի 7000 տարի առաջ հող ունի, հող կարողանում է մշակել թե չէ։ Ընտանիք կարողանում է պահել թե չէ։ Եվ պաշտպանելը։ Իր սիրելիներին պաշտպանելը եւ կռվելը։ Որոշ տեղերում սա ռազմականացված պետություններում, ինչպես օրինակ Հին Հունաստանում, Սպարտայում, ինքը ռազմականացված sense հիերարխիկ կառուցվածք ուներ եւ տղաներին 7-8 տարեկանից տանում էին մարզելու։ Եվ ովքեր անցնում էին այս մարզումների փուլը, իրենք համարվում էին կայացած տղամարդ եւ ով դառնում էր կայացած տղամարդ, իրեն թույլ էր տրվում զենք կրել, իրեն թույլ էր տրվում ամուսնանալ։ Եվ ամենակարևորը, ամենա չէ, բայց եւ տղամարդկանց հետ տղամարդա վայել կենցաղ վարել։ Այսինքն երբ որ պարը տղամարդկային է, ռազմիկներն են ապարում, ինքը իրավունք ունի շարք կանգնելու։ Եթե ինքը քննությունը չի հանձնե, այդ ընթացքում դպրոցի հետևը թաքուն ծխում էր, խաղեր էր խաղում, սենց մեծած է 22-23 տարեկան դառ է, հին չափանիշներով ինքը տղամարդ չի, իրան թույլ չէին տալիս ապարելու։ Եվ տղամարդավայել կենցաղավարելու իրավունք չէր ունենում, երբ որ բանակ ծառայելը արդեն համարվում էր որպես տղամարդկության եւ կայացման հիմնական ցուցիչ,
բոլորը ձգտում էին ծառայել։ Սովետական միության շրջանում օրինակ եղել են կամ Ամերիկայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ տղային չէին տանում բանակ, որովհետև ինքը հիվանդություն ուներ, այդ տղաները ինքնասպանություն էին գործում։ Որովհետև տեղեկատվական դաշտը մթնոլորտը հասարակության մեջ այնպիսին էր, որ եթե դու բանակ չեն տարի, ուրեմն դու ինչ-որ թերություններ ունես, ինչ-որ խնդիրներ ունես, չգիտեմ, աղջկան ոնց կկարողանաս պահել, ինչ կլինի, ինչ չի լինի, եւ սենց խնդիրներ էր առաջանում, լինում էին նաեւ ինքնասպանության դեպքեր։ Հիմա թերևս ուրախանում են, որ բանակից ազատում են։ Ասում եմ, բանակից ազատեցին, մի երիկամս չկար, ազատեցին ու սենց լավ հասնում էլի իրան, բայց դա իհարկե դες չի, պետք է պաշտպանել հայրենիքը, պետք է պաշտպանել սիրելիներին եւ պետք է կարողանալ կերակրել, հասկացա, վերջացնում եմ։ Այստեղ ունենք մի հատ տեղեկություն, որը մշակութային առումով այնքան էլ ոնց որ բանասող չէ, բայց պետական մակարդակով պետության տեսանկյունից 2017 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Քոչարին գրանցել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Եվ նշված չի թե որ Քոչարին։ Այսինքն այս մշակութային երևույթները, գորգագործությունը, սնունդը, երգերը, պարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարբերաբար գրանցում է։ Տեսեք, ստեղծվում է մի հատ կառույց, որն ասում է, եթե բերեք ինձ մոտ գրանցեք ձեր պարերը, ես կասեմ, որ այո, դա ձեր պարն է։ Հիմա Ադրբեջանը օրինակ Թամզարա պարը եւ չգիտեմ ինչը գրանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես Նախիջևանի բնակչության պար։ Կամ ասենք գորգը այս J.D. Vance-ի այցելության ժամանակ Արցախյան գորգ էին փռել եւ ինքն ու J.D. Vance-ը Ամերիկայի փոխնախագահը կանգնել էին այդ գորգի վրա։ Իրենք ասում են, որ սա բան է, այսինքն ով առաջ ընկավ ու շուտ գրանցեց դա, այս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ասում է, հա, դա քոնն է, դա քո մշակութային բանն է։ Բայց առավել կարևոր է, թե մենք ինքներս ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ դա մերն է։ Մենք գիտենք, որ դա մերն է, ու մենք արդյոք դա մեր ընկերներին, մեր երեխեքին սովորեցնում ենք։ Ինձ համար առավել կարևոր ցուցիչ սա է, երբ որ մենք պարում ենք Քոչարի, իրենք չեն պարում։ Մենք դեռևս գորգագործությամբ զբաղվում ենք, մենք արցախյան գորգեր պատրաստում ենք ու դա կիրառում ենք եւ դա սիրում ենք։ Հիմնական ցուցիչը սա է։ Իրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող մեզ արգելել, որ մենք չպարենք։ Սա իմ պարն է, ես պարում եմ եւ ես իմ երեխեքին եմ սովորացնելու։ Մենք մեր ժողովրդին ենք սովորացնելու։ Ինձ համար կարևոր ցուցիչը նաեւ սա է։ Շնորհակալ եմ։ Քոչարիների մասին մեր տեղեկությունները այսքանով սահմանափակենք։ Եթե ուրիշ հարցեր ունեք, համեցեք։ Եթե հարցեր ունեք, պետք է որ ունենաք։ Մի երկու լավ հարց տվեք, խոսենք։ Հարցերով զրույցը երբեմն ավելի ներեցեք։ Շատ լավ։ Ինչպես ենք ստուգում տվյալների իսկությունը։ Արդյոք սա ճիշտ է իմ ասածը, թե չէ։ Ժողովրդական մշակույթը, ընկերներ, հիմնականում պահպանվում է բանավոր կերպով։ Էթնոպարագիտությունը Հայաստանում սկսել է ձևավորվել 20-րդ դարի 30-ական թվականներին, որպես գիտություն, որպես դիսցիպլինա, հա։ Թե չէ ինքը ուղղակի պապը պարել է, գյուղով պարել են, երեխեքը սովորել են եւ սենց գնացել է եւ մենք պարերը սովորել ենք ինչ որ մարդկանցից։ Բուլանուխի Քոչարին են ինչ որ մեկից սովորե, Սասունի Քոչարին, Մշո Քոչարին եւ այլն։ Տեսեք, էպոսը մեզ մոտ հազարավոր տարիներ պատմվել է, բայց իրեն առաջին անգամ գրառել է Գարեգին Սրվանստյանը 1800-ական թվականների վերջերին, այսինքն այդ ժամանակ նոր որոշել են իրեն գրառել ու գրառել տարբերակներով։
Այնտեղ կա նախո քերին է պատմում, այնտեղ կա, չգիտեմ, այսինչ Թորոյանն է պատմում, ու սենց պատումներ կան էպոսից։ Այսինքն քանի մարդ ոնց պատմել է, այդպես բան են արել, գրի են առել։ Հիմա բարերի վերաբերյալ, օրինակ, երբ որ գնում ես Սասուն, ու գնում ես օրինակ Թալին, Աշնակ գյուղ ու իրենք պարում են այդ բարը, ասում են, էսիկ մեր քոչարին է։ Ու այդ պարած պարերը դուք սովորում եք, սա լինում է բանավոր գրառված աղբյուր, որպեսզի իրան նաև գիտական բան տաս, ինչ որ մեկը պետք է նստի գրի։ Այս գրելու համար Սրբու Իլիսիցյանը ստեղծել է շարժումների լեզու է ստեղծել, գրավոր, ինքը կոչվում է կաքավագիր։ Երբ որ ոտքերի շարժումների միջոցով մի ոտքը փուչ է նկարած, մի ոտքը ներկված է, ցույց է տալիս այս մի ոտքը հենարան ոտք է, այս մի ոտքը խաղացող ոտք է, եւ այսպես նոտաների նման ինքը շարում է ու ցույց է տալիս, թե հաջորդ քայլին ինչ պետք է անես։ Բայց սա ռոբոտային ցեն շարժումներ է լինում։ Ու ասում է ամեն քայլի վրա ինչ զսպանակներ են անում։ Բարերի մասին գրառել է նաև Կոմիտաս վարդապետը։ Ինքը ունի գրառած 8 պար, որից երկուսը վերականգնված է, մեկը շորորը, մեկը ճամփի պարը։ Երկու պարն էլ վերականգնել է Կարին խումբը, Գագիկ Գինոսյանը։ Այսինքն գրավոր աղբյուրներ սրանք են, որոնք բուն պարերի մասին են խոսում եւ որպես գիտություն են իրեն վերաբերվում։ 20-րդ դարում արդեն ունենք Ժենյա Խաչատրյանը, Էմմա Պետրոսյանը, ովքեր զբաղվել են պարագիտությամբ, ովքեր գրառումներ են արել, հոդվածներ են գրել, նշումներ են արել, բայց ինքը մեծավ մասամբ կենթանի մշակույթ է։ Իրեն պարողներից սովորում են, այդպես են պարում։ Ուրիշ լավ հարց։ Համեսեք։ Ձեր հարցին հստակ չեմ կարող պատասխանել, ես ադրբեջանական մշակույթով չեմ զբաղվել, բայց նման երևույթներ շատ կան, որ օրինակ հայերը, եզդիները, քրդերը նույն կամ նմանատիպ պարեր են պարում եւ տարբեր անուններ են տալիս։ Ադրբեջանի դեպքում դա հատուկ քաղաքական քայլ է, այսինքն իրենք կարող է այդ պարին Թամզարա անունը չտան, օրինակ տան Գրբժդրխ, բայց իրանք Թամզարա են ասում, Թամզարա են գրանցում, որ մենք ինչ որ միտեղ Թամզարա անունով պար գրենք, ասեն, որ դուք սխալ եք պարում, Թամզարան մերն է, մենք այնտեղ հենաշուտ գրանցել ենք, վկայական ունենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է տվել, այնտեղ մեկը ստորագրել է ինչ որ բանա, թուղթ է տվել իրանք դրա համար միտումնավոր են ասում, որ սա Թամզարա է։ Հասկանում եք, թե չէ իրենք որ պարում են Ադրբեջանում, ես ինչքանով որ գիտեմ, Ադրբեջանը եւ Արևելյան Հայաստանը, երևանցիները, հրազդանցիները, լեննականցիները, իրենք պարում են սենց։ Մենք ես չգիտեմ սա ինչից է, այն օրը միտեղ խոսում էինք, որ սա թերևս պարսկական ազդեցություն է, մենապարելը, երբ որ բոլորը մեկ-մեկ են պարում, որտեղ Արևելյան Հայաստանն է, որ չունի, բացարձակ չունենք որևէ տարբերակ Արևելյան Հայաստանից, այսինքն ունենք Ալաշկերտի պար, որոնք գրառվել են, ասենք, Քյավառից Մարտունուց, Լեննականի Երազգավորս գյուղից ունենք գրառած Մուշի պար, բայց դրանք Մուշից վերաբնակվածներ են, Ալաշկերտից Մարտունի վերաբնակվածներ են, բայց հենց որ երևանցիների պար չկա, այն օրը մտածում էինք, որ սա գիտական փաստ չէ, հիմնավորում չեմ կարող այդպես վերել, բայց Արևելյան Հայաստանը, քանի որ երկար ժամանակ եղել է Պարսկաստանի տիրապետության տակ, պարսկական մշակույթը քիչ-քիչ ինձ թվում է ավելի տիրապետող եւ օրինակելի է դարձել եւ սկսել եմ ձեռքերով սենց մենակ սա ապարել։ Համեցեք։
Դա պատճառն է, Որ ձեռնապարեր են դարել։ չէ, Շահբազը դատարկել է, չէ։ Այո, Արարատյան դաշտը Նախիջևանով սենց տարել է։ Հետո կարող է բանը, նորից մոռացության Չէ, տեսեք, Շահաբազը 1604 թվականին, երբ որ այդ մեծ գաղթը կազմակերպել է եւ կես միլիոնից շատ մարդիկ է տարել, ինքը ոչ բոլոր շրջաններից է տարել։ Այսինքն Սյունիքից, Արցախից մարդկանց չեն տարել։ Իրանք մնացել են տեղում։ Լոռից չեն տարել։ Իրանք տարել են այս Կարսի, Լեննականի, այս դաշտավայրի բնակչությանը, որոնք դիմադրելու այդքան շատ հնարավորություն չունեին եւ դա Օսմանյան զորքերի մեծ բանակի հիմնական ճանապարհն է։ Մեծ բանակները դաշտերով են շարժվում, մայրուղիներով են շարժվում, որովհետև իրենց հետ ունեն քարանետ մեքենաներ, իրենց հետ ունեն գումակներ եւ նեղ ճանապարհներով զորք չի գնում։ Իրանք այդ ճանապարհն են Արաքսի հովտով, Ախուրյան, Արաքս, դա են դատարկել։ Այդտեղի բնակչությունը, այդ տարած մարդիկ բնակվել են Սպահանում, բնակվել են այդտեղ մի հատ հոց խմբով, այնտեղ ունենք որոշակի պարեր։ Թիմարի պարեր ունենք մենք, ունենք խոյի, սալմաստի պարեր, բայց այս արևելյան Հայաստանում չկա, ձեռնապարեր են։ Տաշ, հոպա։ Սրանք եւս ինչ որ մի տեսակի չեն, այսինքն այս շարժումներով, որ ապարում ենք, ով հեռուստացույցով ինչ մի հատ sense լավ շարժում է տեսնում ու մտածում է, որ ինքը այդ շարժումը որ անի sense ավելի կռուտոյք թվա այդ ապարողների մեջ, ինքը դա անում է։ Այսինքն դրանք անընդհատ լցվում են ինչ որ նոր շարժումներով։ Հեռուստացույցով նայում են Ջենիֆեր Լոպեսը ինչ է անում, այս ապարերի ընթացքում այնպես մի բան են անում, ցույց չտան։ Համեցեք։ Չունենք։ Կա։ Մշոխռը չի, Սասնո Քոչարի մեջ առաջ ու հետ գնացող շարժում կա։ Տարարին, տարարի դիրին տա, թին տա, տարարի դիրին։ Այո, Սասնո Քոչարին ուրիշ է, Մշոխռն ուրիշ է, նույնիսկ Մշո Քոչարի 3-4 տարբերակ կա։ Այսինքն մի հատ շարժում է ավելանում առաջ ու հետ գնացող, դրան արդեն ասում են, էսի մեր Քոչարին է։ Երբեմն նաև Մշոխռին են ասում, սա մեր Քոչարին է։ Երբեմն վերվերին են ասում, որ սա Քոչարի է։ Բայց դա մենք հիմնականում տարբերակում ենք, քանի որ խոյերի պաշտամունք է, այս խոյահարող շարժումի արկայությամբ կամ ուղղակի բնանյութը ումից որ գրառել ես, պետք է իրան հավատաս։ Մշոխռն ու դե սասունցիները բոլորը չի, որ նույն ձև են պարում։ Սասունցիները բոլորը չի, որ նույն կերպ են պարում։ Նույնիսկ հենց այդ Սասնո Քոչարին կամ Մշոխռը իրանք տարբեր տեղեր, տարբեր բաներով են պարում։ Միտեղ ասենք աջ ոտքից են սկսում, միտեղ ձախ ոտքից են սկսում, միտեղ ինչ որ ավել շարժումներ են անում։ Այսինքն այնպես չի, որ ինքը սենց լրիվ նույնն է։ Ու դա չի էլ կարող լինել, որովհետև գյուղի վրա սկսում է տարբերվել։ Խումբ խմբի վրա տարբեր են պարում։ Ու մենք 10 տարի առաջ եւ 10 տարի հետո դարձյալ տարբեր ենք պարելու։ Ժողովրդական մշակույթը ինքը սենց հարափոփող, սենց անընդհատ համալրվող բաներից է։ Այսինքն դուք մի մտածեք, որ մեր մշոխռի բովանդակության մեջ Ջենիֆեր Լոպեսից բան չկա։ Հասկանում եք, մարդը իր ապարը ցույց է տալիս իր ներքին աշխարհը։ Հիմա մեր ներսը լցված է լիքը բաներ։ Ու մենք մեր պարով այդ մեր ներսը ցույց ենք տալիս։ Այսինքն, երբ որ իմպրովիզներ ենք անում, ինքը եւս ինչ որ շարժումներ, ինչ որ դետալներ կարող է ոչ տեսանելի, բայց պարունակում է իր մեջ։ Երբեմն տեսանելի, երբեմն ոչ։ Օրինակ, այս անելուց կոնկախաղ են անում։
Մարդունեցիների պապիներից, որ Ալաշկերտից բաներ, Ալաշկերտի պարեր էին գրառում, ասենց են պապին կարմիր քթով զգացվում էր, էլի։ Հա, տեղն էր ու ասենց պարելուց ասենց կոնքախաղ էր անում, որը մենք ասում ենք, որ հայկական ավանդական պարի մեջ կոնքախաղ հորիզոնական շարժումներ չկան։ Ինքը անում էր, այսինքն ինքը համալրվում է։ Անտը։ Էս միգուցե մի հայտարարություն էլ անեմ, ընկերներ, հիմա հարց ունես, այս անի րոպե, մի հատ խումբ ենք հավաքում Կարմիր խաչի հետ, ոնց որ Կարմիր խաչը ֆինանսավորում է, որ մենք խումբ հավաքենք 50-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար անվճար խումբ ենք կազմակերպում, անվճար խումբ ենք հիմա հավաքագրում, կարող եք ձեր հարազատներին կամ ինքներդ գրանցվել հաճախել, եթե 50 եւ ավել տարիքային շեմը բավարարում եք, հենց որ համեցեք, կարող եք մեր էջին գրել, անվճար դասընթաց կեր, ներողություն եմ խնդրում, ինքը առաջին էր ձեր բարձրացի, ասա բալես։ Հայերը դիմել են, գրել են։ Ոնց որ գնաց ձեր դաստեկին ասես, որ կլինի այսօր դասը ինձ հարցնես ու իմ գնահատականը դնես։ Ինքն ասի հա։ Դրել է, այդպես մի բան։ Համեցեք։ Այո։ Вопрос подобный, как в шоке. Есть танец Хамшини Кучали, верно? Есть ли какая-то связь, не то что одно и то же, похожи ли они с Так Танзара или Чук Танзара? Так Танзарային ենք հենց ասում Համշենի Քոչարի։ Это и есть. Но там, в этом танце тоже нет этого боя. Հարցեր, համեցեք։ Կան ազդեցությունը մեր բարերի վրա, մեր բարերի ազդեցությունը իրանց վրա։ Այո, տեսեք, իրար կողքի ապրող ժողովուրդները միշտ իրար վրա ազդում են, եթե լավ հարաբերությունների մեջ են։ Եվ եթե նույնիսկ վատ հարաբերությունների մեջ են, դարձյալ ազդում են իրար վրա։ Մենք հստակ գիտենք, որ քրդերը մեզանից պարեր են վերցրել, եզդիները մեզանից պարեր են վերցրել եւ պարում են, եւ գիտենք նաեւ, որ մենք ասորիների հետ նույն պարերն ենք պարում։ Հասկանում եք, հիմա քրդերը նույնիսկ Յարխուշտային պարում եւ Սրբույն Լիսիցյանի մոտ կա նաեւ այդպիսի վկայություն, որ ումից որ Լիսիցյանը գրառում էր այդ պարը, ինքը ասում էր, որ մենք պարում էինք, որ մեր քիրվաները, որ գալիս էին, ամոթանք էին տալիս քրդերը իրենց երդասարտներին, որ տեսեք հայերը ոնց են պարում, իսկ դուք պարել չգիտեք, ու հետո հրավիրում էին մեր երաժիշտներին, որ իրենց պարել սովորեցնեն։ Ինքն գոնե թե այս կինը գրել է, բայց այն բաներից ունենք, էլի, համենայն դեպս, երբ որ այս քրդական պարերը տեսնում եք, իրանք շատ նման են, ասենք մեր Սասունի շրջանի պարերին, որտեղ քրդերը եւ սասունցիները իրար հետ որոշակի շրջան բան են եղել, չեն կռվել, հաշտ են եղել եւ այսպես ասած քիրվայություն են արել։ Այսինքն քուրդը Սասունում, օրինակ Տալվորիկ գյուղում կարող էր ունենալ աղբեր ընկեր իրեն, ում հետ, չգիտեմ, ինչ որ մի փորձանքից ազատվել էին ու աջուն էին խառնել, որ մենք իրար հետ աղբեր ենք, եւ այս քրդին Տալվորիքում հայն էր պաշտպանում, ասում էր ինքը իմ աղբերն է, այդ քրդական ցեղի մեջ էլ այս քուրդը հայն էր բանանում։ Իրանք իրար տղա աղջիկ չէին տալիս կրոնական բանից ելնելով, բայց իրենց աղջկա տղայի հարսանիքին հրավիրում էին բան, էլի, պատկերացրեք ոչ քավոր, բայց ասենց բան, էլի, մեր քիրվանն է, այն քուրդն է, բերեք թող գա, այն մյուս, ու ասենց հարաբերություններ ունեին։ Մանավանդ որ սասունցիները ուժեղ ժողովուրդ էին, պինդ էին, քրդերի հետ հավասար էին խոսում, լինում էր հետները աղբերացու լինել, էլի։ Այսինքն այս պայմաններում հնարավոր չի աղբեր լինել, լինում է տեր եւ ծառա։
Այս պայմաններում լինում է։ Շնորհակալություն։ Այսօր պետք է իրար հետ սովորենք Սղերդի Քոչարի, ընկերներ։ Լիքը մարդիկ գիտեն, հուսով եմ կան նաև մարդիկ, ովքեր չգիտեն Սղերդի Քոչարի բառը։ Շնորհակալ եմ։ Համեցեք։